Նինոձմինդայի մունիցիպալիտետի ավականիում մարտի 5-ից մինչև մարտի 10-ը անցկացվեցին քաղաքապետարանի կառուցվածքային միավորների, ինչպես նաև մունիցիպալիտետի կողմից ստեղծված իրավաբանական անձերի 2025 թվականի բյուջեի կատարման հաշվետվությունների լսումները։ Տեղեկացնեմ, որ բյուջետային օրենսդրության 86-րդ և 87-րդ հոդվածների համաձայն յուրաքանչյուր հաջորդ տարվա մինչև փետրվար ամսվա վերջ մունիցիպալիտետի ղեկավարությունը, այսինքն գործադիր մարմինը, Սագրեբուլու է ներկայացնելու նախորդ տարվա տարեկան բյուջեի կատարողականի հաշվետվություն։ Ահավասիկ այդ ռեժիմին խիստ համապատասխան քաղաքապետարանը ներկայացրել է Սագրեբուլու 2025 թվականի մունիցիպալ բյուջեի կատարողականի վերաբերյալ հաշվետվությունը եւ մարտի 5-ից 11-ը ներառյալ Սագրեբուլուն նախագահի աշխատանքային խմբի միջոցով ստեղծած գրաֆիկին համաձայն կազմակերպվել է շահագրգիռ քննարկումներ բոլոր ծառայությունների, այն հիմնախցերնարկությունների հաշվետվությունների քննարկում եւ գնահատականի տրում, որոնք սնվում են մունիցիպալ բյուջեից։ Այսօր մոտ 5 կազմակերպություն եւ ծառայություն նախատեսված է կազմակերպելու քննարկումները, անցնում է շահագրգիռ քննարկումներ, բոլոր պատգամավորները ներգրավված են համապատասխան գործառույթի մեջ, ծառայության պետերը եւ հիմնախցերնարկությունների ղեկավարները պատշաճ կերպով կազմակերպել են իրենց հաշվետվությունները, այնպես որ բնականով օրենսդրությանը համապատասխան ընթանում են շահագրգիռ քննարկումներ։ Եվ Նինոձմինդայի շրջանի ավականիում քաղաքապետարանի կառուցվածքային միավորների, ինչպես նաև մունիցիպալիտետի կողմից ստեղծված իրավաբանական անձերի 2025 թվականի բյուջեի կատարողական հաշվետվությունների լսումները ամբողջական ամփոփեց ավականու նախագահ Վահան Արոյանը։ Ասեմ, որ մեր մոտ Նինոձմինդայի մունիցիպալիտետի ավականում արդեն 5 օրեր ընթանում էր լսումներ ըստ Վրաստանի բյուջետային կոդեքսի 86-րդ հոդվածի մունիցիպալիտետի քաղաքապետարանը արդավոր է անցած տարվա ավարտից հետո 2 ամսվա ժամկետում, այսինքն 2025 թվականի բյուջեի կատարումը պետք է ներկայացներ մինչև փետրվար ամսի վերջը, որը նշված ժամանակահատվածում ներկայացվել է ավականիում նշանակվել է լսումներ, լսել ենք մենք 11 մեր կողմից ստեղծված իրավաբանական անձանց, այսինքն IP-ների, տնօրեններին եւ հաշվապահներին եւ 9 մունիցիպալ ծառայության պետերին, որոնց հետ քննարկել ենք 25 թվականի կատարած աշխատանքները, քննարկել ենք աշխատանքների ընթացքում առաջացած թերությունների մասին քննարկելուց հետո ինչ մեթոդներով կարելի է այդ թերությունները շտկել, մեր բոլոր առաջարկությունները ու քննարկումները քննարկել ենք վերոնշյալ անձանց հետ, իսկ հիմա պատրաստվում ենք հանդիպում մեր քաղաքապետի հետ, որպեսզի մեր կողմից բացահայտված այդ թերությունները կամ ինչ որ խնդիրներ, որոնք առաջացել են տարվա ընթացքում, այդ ամենը քննարկենք եւ այնպիսի մեթոդներ կիրառենք, որ թերությունները քիչ-քիչ վերացվի։ Ասեմ, որ չունենք այդպիսի գլոբալ թերություն, որը շատ լուրջ են, աշխատող մարդիկ միշտ մի փոքր թերություններ կունենան եւ այդ թերությունները շտկելու համար պետք է աշխատանք, որի համար մենք պատրաստ ենք համագործակցելու քաղաքապետարանի հետ եւ համատեղ ուղղենք, որպեսզի անթերի լինի մեր բոլորիս աշխատանքը։ Ասեմ, որ 25 թվականի բյուջեի կատարումը ես համարում եմ բավարար, որովհետեւ չունենք այդպիսի նախագծեր, որոնք չեն ստացվել կամ այդ նախագծերը կյանքի չեն կոչել, որոշ թերություններ կա, որոնց վրա աշխատանքներ ենք տանում, որ այդ թերությունները ուղղվի եւ մեր բնակչության պահանջները, որոնք իրականում պետք է որ բարելավի բնակչության սոցիալական վիճակը, բնակչության կենցաղային պայմաններ ստեղծվի, այդ ամենի համար տանում ենք աշխատանքներ եւ ասեմ, որ այս դագայում կունենանք հանդիպում ոչ ժամանակին քաղաքապետի հետ եւ փորձենք համատեղ լուծումներ գտնել որոշ թերությունների։ Այսինքն եւ ուզում եմ մեկ անգամ նորից նշել, որ չունենք այնպիսի թերություններ, որոնք կարելի է թերություն համարել, աննշան։
Շնորհակալություն։